Ռուսաստանի համար տարօրինակ է լսել պարբերաբար հնչող հայտարարություններ ոչ միայն Հայաստանի դեմ հյուսիսից նախապատրաստվող առասպելական հարձակումների, այլև ՀԱՊԿ-ի կողմից գոյության սպառնալիքի մասին։ Այս համատեքստում փորձեր են արվում կասկածի տակ դնել նաև Ռուսաստանի ու Հայաստանի համատեղ պատմությունը խորհրդային շրջանում, այդ թվում հայրենական մեծ պատերազմում եւ հետխորհրդային շրջանում։ Մենք միշտ սրբորեն ենք վերաբերվում նացիզմի դեմ հաղթանակում հայ ժողովրդի ունեցած ներդրմանը։ Հայկական ԽՍՀ-ի ականավոր ռազմական առաջնորդների սխրանքները բոլորիս են հայտնի։ Իր մտահոգությունները հայտնեց Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը։ Ռուս պաշտոնյան կոշտ գնահատականներ հնչեցրեց Հայաստան-Եվրամիություն գործակցության վերաբերյալ, նշելով, թե եվրոպական կառույցը մշտապես Հայաստանին ընտրության առաջ է դնում, լինել Մոսկվայի կամ Բրյուսելի հետ։ Նա նաև հույս է հայտնել, որ Երևանը հասկանում է Եվրամիության քաղաքականության դրդապատճառները։ Լավրովը, ինչպես մյուս ռուս պաշտոնյաները, խոսել է Հայաստանի ԵՄ-ին անդամակցության եւ ԵԱՏՄ շրջանակում գործակցության անհամատեղելիության մասին։ Մենք կարծում ենք, որ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը անհամատեղելի է այն սկզբունքների հետ, որոնք ԵՄ-ի հետ գործակցության կամ առավել եւս միանալու հիմքում են։ Հուսանք Հայաստանում հասկանում են ԵՄ-ի արդեն 20-ամյա գործելավոճը կամ մեզ հետ եք կամ առանց մեզ։ Այնուամենայնիվ դա ձեր ընտրությունն է եւ մենք այն ամբողջությամբ կհարգենք։ Հայաստանի ազգային ժողովի նախագահն էլ ընդգծեց, Հայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից։ Մենք չենք կարծում, որ Հայաստանը պետք է դուրս գա ԵՏՄ-ից եւ Մաքսային միությունից։ Մենք կարծում ենք, որ կարող ենք միասին գտնել լուծում, որը օգտակար կլինի երկու կողմերի համար։ Ալեն Սիմոնյանը միաժամանակ անդրադարձավ Մոսկվայի կողմից հրապարակայնորեն հնչեցվող ռետորաբանությանը, նշելով, որ այն մտահոգության առիթ է Հայաստանում։ Մեզ մտահոգում են այն հայտարարությունները, որոնք հնչեցնում են ռուսական կողմը, դա անհանգստացնում է նաև Հայաստանի հանրությանը։ Իրականում մեր հասարակությունը շատ բացասաբար է արձագանքում Մոսկվայից հնչող հայտարարություններին, քանի որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակից երկիր է։ Ազգային ժողովի նախագահը նշեց, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ։ Մենք չենք ցանկանում, որ Մոսկվայում ընկալում լինի, թե Հայաստանը Ռուսաստանի դեմ քայլեր է իրականացնում, սակայն հարցեր ունենք ՀԱՊԿ-ի վերաբերյալ, որոնց պատասխանները դեռևս չենք ստացել։ Դրանք անհրաժեշտ է քննարկել։ Հայաստանի ազգային ժողովի խոսնակն անդրադարձավ նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին, նշելով. Հայաստանն ու Ադրբեջանը մեծ առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Նախատեսվում է խաղաղության համաձայնագրի ստորագրում, ինչը շատ կարևոր է Հայաստանի ապագայի համար։ Թեև Սիմոնյան Լավրով հանդիպմանը հնչեցին սուր գնահատականներ, եղան փոխադարձ կսմիթներ, այդուհանդերձ կողմերը փորձեցին շրջանցել դրանք եւ քննարկել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, երկկողմ գործակցությանն ու տարածաշրջանային թեմաներին առնչվող հարցեր։ Ի դեպ, Հայաստանի պատվիրակության այցը կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։